2 օր առաջ կրակել էին Երևանի թիվ 13 դպրոցի պատուհաններին։ Պարզվում է, օդաճնշի ճատրճանակով կրակել է 8-րդ դասարանի աշակերտը։ Անչափահասների մասնակցությամբ արդեն ամեն օր են կրակոցները, ռազմորկաները։ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ 3 կրակոցներ են հնչել Երևանի կենտրոնում, Վարդանանց փողոցում։ Այսօր հունիսի 2-ին ծեծկռթուք ու դանակահարություն է տեղի ունեցել Երևանում, Դավիթ Հաշենում։ Վեդիում անչափահասների միջև վիճաբանություն էր եղել, խառնվել էին մեծերը, եղավ զոհ։ Վերջին զանգի օրը ոստիկանները զբաղված էին տուգանային հրապարակ ավտոներ տանելով ու փող աշխատելով, թողել էին իրար դանակահարեն։ Երևանում վրաերթի էին ենթարկել շան, եղավ ծեծկռտուք, հետո հետապնդում, հետո վրաերթ, մայրը մահացավ, 2 տարեկան երեխան ծայրահեղ ծանր վիճակում է։ Երկրում քաոս է։ Նիկոլ, դու ես խոստացել, որ հանցավորությունը կլինի ամենացածր մակարդակում, կրկնապատկվել է։ 2007 թվականին մեր երկրում եղել է 8400 հանցագործություն, 2024-ին 40,000 ուշադրություն։ Այս ամենի պատճառը երկրի ղեկավարն է։ 2 օր առաջ Վարդենիսում մի երիտասարդ մեքենան վարելիս հայհոյել է, վերածվել է ծեծկռտուքի դանակահարության։ Ինչու է այդպես։ Երբ երկրի վարչապետն ու կինը առավոտից գիշեր հայհոյում են, անհնար է քաղաքացուց պահանջել չհայհոյի։